Այսօր քանի որ տոն է, ապա մենք որոշեցինք մեր թողարկումը նվիրել ոչ թե առանձին ուղղության, այլ հենց Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին։ Բարի երեկո տիկնայք եւ պարոնայք։ Պարզորեն արդեն 17 տարի Եվրոպական միությունը անընդհատ ֆինանսավորում է Հայաստանի բազմաթիվ ուղղություններով։ Ինչ է սա, ներդրվում է հին Եվրոպայի արժեքային համակարգը, թե այն ծրագրերը, որոնք իրականացում են, իրականում ավելի կոսմետիկ բնույթի են։ Կան ունիվերսալ արժեքներ, որոնք տարածքից չեն փոխվում։ Այդ արժեքները պետք է ընդունենք։ Հիմա Նյուտոնի օրենքը պետք է Հայաստանում էլ գործի, ինչա թե Նյուտոնն ստեղծել Անգլիայում, այդ չի նշանակում Հայաստանում դա չի գործելու։ Գլխավոր խնդիրը մնում է դրանց կիրառման հարցը, իմպլեմենտացիայի հարցը։ Այդ իմպլեմենտացիան մեր մոտ ըստ իս լրջորեն կաղում է։ Այսինքն իրական ձգտումները, ցանկությունները ես չեմ տեսնում իշխանությունների մեջ, իրական այդ իղձերը, որ նրանք ցանկություն ունեն, իսկապես երկիրի տանել եվրոինտեգրացման եվրոպական արժեքներին։ Բովանդակային առումով մենք դեռևս բավականին հեռու ենք եւ հիմնական խնդիրը ինձ թվում է քաղաքական կամքի բացակայությունն է։ Կարծում եմ հայ ժողովրդին բաժին են ընկել բարդ բարեփոխումներ եւ կարեւոր է որ հասարակությունը հասկանա ինչպես պետք է դրանք իրականացնել։ Եվ ես համոզված եմ որ հայաստանյան հասարակությունը միտված է լրջորեն եվրոինտեգրմանը, ոչ թե դեկլարատիվ, ոչ թե իմիտացիոն։ Իրենք ոչ մի ուղղակի լուծում չեն առաջարկում։ Ես ընդունում եմ ձեր քննադատությունը, բայց նաև ասեմ, որ մենք այս հարցում միակարծիք չենք։ Մենք շատ մոտ ենք Հայաստանին եւ հուսով եմ, որ հետագայում էլ կաշխատենք հանուն ապագայի։ Հենց Պրահայում մեկնարկեց Եվրամիության նոր նախաձեռնությունը, որը կոչվում է Արևելյան գործընկերություն։ Եվրամիությունն առաջարկեց իր արևելյան 6 հարևաններին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Բելարուսին եւ Մոլդովային սկսել նոր մակարդակի ու որակի հարաբերություններ։ Այս նախաձեռնությունը հիմք կդնի ասոցացված գործընկերության, որը նախատիպն է Եվրամիության անդամության։ Պատուհանը դեպի Եվրոպա բաց է, այժմ բացվում են նաեւ դռները։ Դուք դիտում եք Եվրոպական բանաձևը, մենք քննարկում ենք Հայաստանի գործակցությունը Եվրամիության հետ, ըստ արևելյան նախաձեռնությունը, սա մի նախաձեռնությունը, որը զուգահեռ է իր ընթացակարգով եւ համարյա նման է Եվրամիության անդամակցության գործընթացից։ Եվրամիությունը առաջարկում է more for more բանաձևը, այսինքն ինչքան տալիս եմ, այնքան պահանջում եմ։ Եվ մենք պետք է ընդառաջ գնանք Եվրոպային։ Եթե մեր շահերից է բխում։ Իսկ դա մեր շահերից է բխում։ Այսօր ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև նորից եմ կրկնում, մենք ունենք երբեխաղացություն այդ հարցում։ 40% կարծում եմ, որ Եվրամիության հետ Հայաստանի գործակցությունը եւ եվրոինտեգրումը շոշափելի խորն է եւ իրական, եւ 60% կարծում եմ, որ դա ավելի շատ կոսմետիկ բնույթ է կրում։ 17 տարին բավականին երկար ժամանակահատված է եւ շատ բարդ է այն ամփոփել պարզ բանաձևով։ Հայաստանը բավական լուրջ ձեռքբերումներ է գրանցել, դրանցից գլխավորը եւ անդամություն Եվրախորհրդին եւ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Եվ երկուսն էլ կատարվել են Եվրահանձնաժողովի օգնությամբ, բայց առավել կարեւոր է, որ մենք հաջողել ենք միմյանց մերձենալու գործում։ Դուք դիտում եք Եվրոպական բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ կհանդիպենք հաջորդ ամիս։